Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր ինձ մոտ կա իսպանական կծու պղպեղ, կոնկրետ ինչ անվանում ունի, չգիտեմ, որ կոչվում են իսպանական պղպեղ, շատ կծու, բայց մենք շատ ենք սիրում և օգտագործում ենք։ Այսօր կցուցադրեմ, թե ինչպես մարինացնենք։ Դե ծիծակը լվացել եմ, ինչ է հարկավոր, չգիտեմ հարգելինս, ոնց ինչպես ես գտա մի պատարագաղ, որ բարակ է, ատամները շատ բարակ և սուր են։ Վերցնում եք այսպեսի պատարագաղ և մի քանի տեղից ծակծկում ենք, ինքը շատ կոշտ է, կեղևը կոշտ է, ահա այսպես։ Որքան շատ ծակծկվի, այնքան հյութը մեջը կներծծվի և շատ ավելի հետաքրքիր համ կստանա։ Այսպես շարունակում ենք ծակծկել։ Պղպեղները ծակծկեցինք, կգտնվեն մարդիկ, որ կուզենան պոչուկները կարճացնել այսպես։ Բայց ես չեմ ուզում այդպես, որտեղ ուտելու ժամանակ օգտագործելիս շատ ավելի հարմար է այսպես երկար պահել, քան թե սա։ Մարինացման համար վերցնում ենք մաքուր տարա և մեջը գցում ենք դափնու տերև, սխտոր և սև պղպեղ։ Ճիշտն ասած, ես ուրիշ համեմունքներ չեմ սիրում, որտեղ ինքը արդեն պղպեղը այնքան բուրմունք ունի, որ նույնիսկ սրանք կարելի է չլցնել։ Բայց դե ես մեկ պճեղ սխտոր, մեկ դափնու տերև, մի քանի հատիկ էլ կծու հատիկավոր պղպեղ։ Այս մի տարայի համար ես վերցնում եմ մեկ ճաշի գդալ աղ։ Ինչու մեկ ճաշի գդալ, որտեղ պղպեղը աղ է սիրում, երբ որ աղի է լինում, շատ ավելի համեղ է լինում։ Չշփոթեք, ասենք վարունգի կամ ուրիշ ինչ-որ մի բանի հետ։ Եվ 2 ճաշի գդալ էլ շաքարավազ։ Իսկ հիմա պղպեղները տեղավորում ենք, ինչպես կտեղավորվի։ Ահա, այսպես տեղավորելուց հետո վրան լցնում ենք պաղ ջուր և կափարիչը դնելով տանում ենք ախտահանման, այսինքն եռացնելու։ Հարգելիներս, սովորաբար շատ չենք եռացնում, բայց այս պղպեղը, քանի որ հաստ կեղև ունի, սա մի քիչ շատ ենք եռացնում, որպեսզի մի քիչ փափկի և շատ ավելի հյութեղ ու հաճելի լինի։ Ես կեռացնեմ 60 րոպե, այսինքն 1 ժամ։ Իսկ էսենցիան, նայած դուք ինչպես եք օգտագործում, մարդ կա հենց հիմա էսենցիան կլցնի կդնի եռացնելու, մարդ կա ասենք անջատելուց 5 րոպե առաջ էսենցիան լցնում, իսկ ես բանկան հանում եմ, էսենցիան լցնում եմ և կափարիչը ամրացնում։ Ահա հարգելիներս, եռացրեցի, նայեք տեսեք։ Եռած 1 ժամ, 60 րոպե, իսկ հիմա 1 թեյի կտալ էսենցիա։ Լցնում եմ և կափարիչը ամրացնում եմ։ Գլխի վայր ենք շրջում և մեկ այլ ուրիշ սրբիչով այսպես բարուր ենք անում, թողնում ենք ինքը հանգիստ, համաչափ, ոնց ուզում է այդպես սառչի։ Դե ահա հարգելիներս, շատ գույնը շատ հաճելի է, հեշտ է ու լավ կծու է լինում, սրանց կծուն ուրիշ է, պատրաստեք և ձմռանը ձեզ թող մի լավ տաքացնի։